Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաջորդ բաժնում, պարոն Գաբրիելյան, ես ամբողջը ներկայացնեմ, հետո հարցեր լինեն։ Հա, կարող ենք, որպեսզի, քանի որ ծավալը մեծ է, բայց բլոկ գնանք, թե ամբողջ ես ներկայացնեմ վերջում։ Ինչպես ես հարմար եմ, եկամ ամբողջը չեմ ուզում ուղղակի ձանձրացնել, բայց փորձեմ հնարավորինս կարևոր մասերը ներկայացնել, ամբողջը չեմ ընթերցի բնականաբար։ Հաջորդ մասում օրենքի 49-րդ հոդվածում մի քանի փոփոխություններ ենք նախատեսում, հիմնականում կկենտրոնանամ ես բովանդակային փոփոխությունների վրա, մասնավորապես առաջարկում ենք հետևյալ լրացումը կատարել, ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց հետո։ Կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելու եւ դադարեցնելու գործընթացի կարգավորումը իրականացվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի դրույթների պահանջներին համապատասխան։ Հաջորդ կետով ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի դրույթների, ինչպես նաեւ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը։ Մյուս կետով Օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի դրույթների պահանջներին կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո այն ցանցային օպերատորը, որը տվյալ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա վերահաղորդում է իրականացնում 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները։ Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր։ Ուրեմն հաջորդ հոդվածով, մասնավորապես օրենքի 54-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել հետևյալ հատվածը։ Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին նախ որպեսզի հասկանալի լինի, ուզում եմ ասել, որ մենք նաև օրենքում սահմանել ենք ծրագրերի դիստրիբյուտորը, մասնավորապես տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այսինքն որպեսզի հստակ լինի դիստրիբյուտորի եւ ցանցային օպերատորի տարբերությունը եւ նրանց ֆունկցիաները, առանձին դիստրիբյուտորները ըստ էության ներկայացնում են կամ ապահովում տարատեսակ տեսալսողական ծրագրեր, ցանցային օպերատորներով պարզապես դրանք հեռարձակվում են։ Եվ այսպես տեսալսողական ծրագրերում ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է տեսալսողական ծրագրերի կամ ձայնագրությունների հատվածը, որը որ ես ըստ էության ընթերցեցի։ Հնարավորություն 54 հաջորդ կետով սահմանված ժամկետում տեսագրությունները եւ ձայնագրությունները չներկայացնելու դեպքում, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ինչպես նաեւ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջը խախտելու դեպքում կարգավորող պետական մարմինը իրավասու է օրենքով սահմանված կարգով ընդունել որոշում տվյալ տեսալսողական ծրագրի մասով ծանոթման հաստատման մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժը դադարեցնելու վերաբերյալ։ 57-րդ հոդվածում մենք առաջարկում ենք հետևյալ խմբագրել հետևյալ հատվածը, մասնավորապես
Սա վերաբերում է տուգանքներին, ես չեմ ուզում առանձին անդրադառնալ բոլոր կետերին, ըստ էության հիմնականում մենք հասույթի շեմով պայմանավորված կամ հասույթի հիմքով պայմանավորված տուգանքների մոդելն ենք փոխել հազարապատիկների նվազագույն աշխատավարձի համապատասխան հազարապատիկ տուգանքների սահմանմամբ տարբեր խախտումների պարագայում, բնականաբար անհրաժեշտության պարագայում կարող եմ ամբողջ ընթերցել, թե որ խախտման պարագայում ինչ չափսի տուգանք է նախատեսում օրենքով սահմանել 58-րդ հոդվածում համապատասխան հետևյալ լրացումն ենք առաջարկում կատարել ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցումը եւ դադարեցումը հատվածում ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը կասեցվում է առավելագույնը 30 օր ժամկետով եթե ցանցային օպերատորը Սույն օրենքի 57-րդ հոդվածի 41-րդ մասով սահմանված հիմքով 1 տարվա ընթացքում 3 անգամ ենթարկվել է վարչական տույժի, ցանցային օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը կամ արգելքներ են ստեղծում այլ հեռարձակողների կամ օպերատորների գործունեության համար, ցանցային օպերատորի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 72 ժամ շարունակ վերահաղորդում չի իրականացվել, ցանցային օպերատորը լիցենզիա ստանալու պահից 6 ամսվա ընթացքում վերահաղորդում չի իրականացնում, այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը։ Լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը։ Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե իրավաբանական անձը լուծարվել է կամ ֆիզիկական անձի գործունեությունը դադարեցվել է, տեղի ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց, լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն է հայտնաբերվել եւ այսպես շարունակ։ Եզրափակիչ եւ անցումային դրույթներում մի քանի ուրեմն կետեր ենք մենք սահմանել, որոնցից ըստ էության որ անհրաժեշտություն կլինի ցանկանում եմ ընթերցել հետեւյալ երկուսը։ Կարգավորող պետական մարմնի կողմից սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում չափորոշիչների ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում տեսահոլովակական ծրագրերի դիստրիբյուտորներն ու ցանցային օպերատորները իրականացնում են անհրաժեշտ գործողություններ, իրենց գործունեությունը տեսահոլովակական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով ըստ էության օրենքը ուժի մեջ մտնելուց հետո որոշակի խելամիտ ժամանակահատված ենք մենք սահմանել, որպեսզի նաև խնդիր չառաջացնենք ուրեմն դիստրիբյուտորների եւ ցանցային օպերատորների համար եւ իհարկե կարգավորող պետական մարմնի վրա ըստ էության դրվում է պարտավորություն կրկին 4 ամսյա ժամկետի ընթացքում ուրեմն Հայաստանի Հանրապետությունում վերահաղորդվող բոլոր տեսահոլովակական ծրագրերի համապատասխանության ստուգման գործընթաց իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության անհամապատասխանության մասին կարգավորող պետական մարմնի կողմից որոշում չկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրամադրված ավտոմատ կերպով։ Շնորհակալություն։